Բարև ձեզ հարազատներս, այսօր քաղաքականությունից կխոսեմ, կոպիտ, երկար, քանի որ երկար չեմ խոսացել, հիվանդ եմ եղել։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Առաջինը, քանի որ քաղաքականությունից ասեմ, որ ես դեմ եմ ներկայ իշխանություններին, արդեն ասել եմ տարբեր տեսահոլովակներից մեջ, ինչի համար եմ դեմ։ Առաջինը դեմ եմ, քանի որ երկրի գլխավոր հրամանատարը պարտված է, պարտվել է պատերազմից, պարտված հրամանատարը չի կարելի որ շարունակի, քանի որ բոլոր երկրներին պատերազմի վտանգներ են սպառնում, բոլոր երկրներին, անխտիր, բոլոր տեսնում եք, որ ամբողջ աշխարհում պատերազմներ են, վաղը կարող է Վրաստանը մեր վրա պատերազմով գա, ու մեր երկրի գլխավոր հրամանատարը պատերազմում պարտված պիտի նորից այդ պարտված դուխով շարունակի մեզ ուրիշ պատերազմների մեջ չի կարելի, պիտի նոր ղեկավարություն ունենանք, որը գոնե պարտված չի լինի, իր անանեզուն պարտություն չի լինի։ Երկրորդը Արցախը հանձնած, դե իհարկե ներկայ իշխանությունները ասում են, որ մենք նստած նախկիները եկան հանձնեցին Արցախը, մենք նստած ռուսները եկան Արցախը հանձնեցին, իրանք ուղղակի նստած դիտորդ են, տեսնան ով ինչա հանձնում։ Հիմա վաղը կարող է ներկայ նախկիները գնան Սյունիքը հանձնեն։ Իրանք դիտորդ են, իրանք ասում են ուղղակի դուք եք մեղավոր, այ դուք եք մեղավոր։ Մյուս օրը կարող է նախկիները գնան Սևանը հանձնեն։ Իրանք ուղղակի դիտորդ են։ Մենք ես էլ ուզում եմ ասեմ, դուք գնացեք ուրիշ տեղ նստեք, որովհետև ձեր նստելը դե վտանգ է, վտանգավոր է, մենք հող ենք կորցնում։ Ներկայ իշխանությունները Սյունիքն են վարձով տվել թուրքերին, որ թուրքերը այնտեղով գնալու են գան ու ասեն մեր երեսը չենք ուզում ձեր երեսը չտեսնենք հանկարծ, հասկանում եք, դուք ուզում եք իրանց այդ առևտուր անեք, բենզին եք ուրախացած առում, իսկ իրանք ասում են ձեր երեսը չենք ուզում տեսնենք, ես ինչով է լվացած ձեր երեսը։ Այդտենց հայ առաքելական եկեղեցու վրա զորքով հարձակված ներկայ իշխանությունները դեմ եմ, փորձում էին մաքրեն հայ առաքելական եկեղեցուն, չգիտեմ, չկանգնեցին, չկարացին մաքրեն, ինչ անեն, մի 5-6 անգամ էլ պատարակի գնացին, ես չգիտեմ, ես ուզում եի տեսնամ դրանք այդ ոնց են այդ պատարակներին դիմանում, այդ ոնց այդ չի կարա պատարակների, էլ հիմա ինչ չեք գնում պատարակների, ներկայ իշխանություններին խոսքս ուղված, ինչի չեք գնում պատարակների, կարող Քրիստոսի երկրորդ գալուստը արդեն եղավ էլ պետք չի, պետք որ տեսնայինք բոլորս, ինչի չեք գնում պատարակների, հետո չգիտեմ ինչ մաքուր եք դե դուք շատ ազնիվ մարդիկ եք, սրբեր եք, մտած հայ առաքելական եկեղեցին եք մաքրում, հետո չգիտեմ ինչ սատանա ձեր մեջ մտավ, սկսեցիք մեծ պահքի ժամանակ բաժանվել, կարկանդակ ուտել, ինչ որ սատանայական պարեր եք ապարում, հրճված մեծ պահքի ժամանակ, համել 50 կիլոմետրի վրա 150 երեխա, 160 երեխա են ռմբակոծել, դուք տենց ինձ եք ներկայացնում, իսկ չեք կարա մի րոպե ներկայացնեք, արդեն ասել եմ։ Չեմ ուզում դուք ինձ ներկայացնեք, որտե չէ, լավ չեք ինձ ներկայացնում, ընդհանրապես հակառակն եք ներկայացնում։ Մի խոսքով շատ բաներ կա իրենց մասին ասել, բայց տեսահոլովակս իրենց մասին չի, ուղղակի ուզում եմ ասեմ, որ ես դեմ եմ իրենց, ու ուզում եմ Արմինե Մոսիյանի մասին պատմեմ, դա ֆենոմեն է։ Արմինե Մոսիյանը մտավ մետրո ու այնտեղից մտավ հայոց պատմություն։ Ու սա ուզում եմ ասեմ անդիմությանը, որ ոնց եղավ, որ Արմինե Մոսիյանը մտավ մետրո այնտեղից մի անգամից հայոց պատմություն մտավ, իսկ դուք հեսա 7 տարի է չեք կարողանում հայոց պատմություն մտնել։ Ես ուզում եմ բացատրեմ, ոնց եղավ։ Արմինե Մոսիյանը զինված է մտել մետրո, համ գիտելիքով զինված, համ խոսքով զինված։ Քրիստոնեայի զենքը խոսքն է, խոսքը Աստված է։ Չգիտեմ հասկանում եք դա թե չէ, որ տենց ստից բառեր չի կարելի, ես շատ բարբերաբար մտնում եմ այս ընդդիմության էջերը, չես կարող մի քանի 2 րոպե իրար հետևից չես կարող, Նիկոլ Փաշինյանը sense, Նիկոլ Փաշինյանը այմար չէ, լսող չկա այդ ամեն ինչ, իսկ ոնց եղավ, որ Արմինե Մոսիյանը մեխեց, զինված էր, զենք էր, խոսքը որպես զենք օգտագործեց։ Առաջինը մեխեց երկրի գլխավոր հրամանատարին, երկրորդն էլ բացվեց, երկրի գլխավոր հրամանատարը, փախածները, Արցախից փախածները իր անունից դա շատ էին ասել այդ մեծ հակաարցախցիներին ուղղված պրոպագանդա է գնում, բայց շատ լավ էր, որ Արմինե Մոսիյանը պրովոկացիա արեց, որ այդ բացվեց այդ պրպրած փախածները, վաղը ինքը սյունիքցիներին ասելու փախածները, երբ որ նախկիները գնան Սյունիքը հանձնեն, ինքը նստած, ինքը ասել փախածները, ինքը էտա, բա մյուս օր սևանցիներին ասելու փախածները, իրանք իրեն մենակ Իջևանով են ուզում մնան։ Արմինե Մոսիյանի ֆենոմենը եւս մի բանով է հատկանշական, որ ինքը անձնազոհություն արեց ոչ միայն իր կյանքը, այլ նաև երեխայի կյանքը։ Այդ ուզում որ Աբրահամի օրինակը, որ ինքը ոնց Իսահակին տարավ Աստծո զոհասեղանին դրեց, նույնն էլ Արմինե Մոսիյանը բոլոր մամաները, որ վտանգ են տեսնում, իրանք գիտեն, հասկանում են, որ կարելի է սուս մնալ։
Բայց ճշմարտությունը այնքան կարևոր էր Արմինե Մոսյանի համար, որ ինքը վաբան գնացամ իր կյանքը կամ երեխայի կյանքը, որ ասի ճշմարտությունը մեղի։ Ու ստացվեց։ Մոտավ հայոց պատմությունը։ Արմինե Մոսյանին զուգահեռ մի կին էլ կներեք, որ անունը չգիտեմ, այդ կնոջից եմ ավելի շատ ներողություն խնդրում, որ չգիտեմ, իր տեսքը լավ հիշում եմ, որ ինքը նորից Նիկոլ Փաշինյանին ասեց, որ դուք խաբել եք ժողովրդին, Արցախը մերն է, հետո Արցախը Ադրբեջանի սահմաններում է։ Ինչի չստացվեց իր մոտ, իմ սրտում է այդ կինը, բոլորիս սրտում է այդ կինը, բայց ինչի չստացվեց, ինքը նա էլ ասեց, որ հանձնել եք Արցախը, այ հիմա Սև լճում, Վարդենիսում թուրքերեն նստած, ինչ եղավ, Նիկոլ Փաշինյանը չգիտեմ ինչ, չեմ հիշում, ինչ արձագանքեց, չեմ հիշում ինչ, այդ կնոջ ասածները բոլորը բար առ բար հիշում եմ, այդ չգիտեմ ինչ ասեց, ու Նիկոլ Փաշինյանի այդ զորքը, այդ 30-60 տղամարդը սկսեցին ծափահարել Նիկոլ Փաշինյանին, որից ինչ ասեցի, այդ չեմ հիշում ինչ ասել, բայց իրենք ծափահարեցին, այնքան կարևոր բան էր ասել, որ ծափահարեցին, մեկն էլ ասեց մի հատ կլոր տղամարդ իրան գրկեց, որ դա ուղարկված է։ Մենք բոլորս այս երկրում հայ չկա։ Մի մասը Մոսկվայից ուղարկվածներ ենք, մյուս մասն էլ ծնված թե թուրքեր են։ Ուրիշ չկա, այստեղ հայ չկա։ Էսա երկու խումբ է։ Ինչի չստացվեց, այդ ծափահարողները ովքեր էին։ Այդ ծափահարողները այն 61 հոգին են, որ միաձայն ընտրել էին Հայաստանի Հանրապետության առողջապահության խորհրդի նախագահ, Բուժքրոջն էին ընտրել։ Այդ Բուժքորը եկավ 2-3 ամիս նստեց սելֆի արեց, ասեց չէ, իմ խելքի բանը չի, թողեց գնաց։ Բուժքորը հասկացավ, որ իր խելքի բանը չի։ Ասում են նա բախտավորվել է, ամուսնացել է, իսկ այդ 61 հոգին, որ միաձայն Բուժքույր էին ընտրել Հայաստանի Հանրապետության առողջապահության խորհրդի նախագահ, դեռ շարունակում են նստել այնտեղ ընտրություններ անել, ուզում են շարունակեն, իրանց այնքան է դուր գալիս իրանց արածը։ Շարունակում են, լեգիտիմ ընտրված են 2 անգամ։ Լեգիտիմ ընտրված է, սա շատ կարևոր է, ամեն անգամ մեղում, իրանք մեղում են ձեր, որովհետև 2 անգամ գնացել եք ընտրել եք իրանց։ Ճիշտ են ասում, կողոց սուտ են ասում։ Շատ բարդ եմ։ Մի քիչ երևի Սևանից խոսեմ, պիտի իմանաք, որ Սևանը ուրիշ տեղից զբաղեցնում իմ կյանքում, տեսնում եք երևի որ շատ տարբեր քաղաքներ եմ գնում, գյուղեր եմ գնում, եկեղեցիներ եմ գնում, բայց Սևանը ուրիշ է ինձ համար, ճիշտ է, պապերս Շահումյանցի են, ես Երևանում եմ ծնվել, կյանքիս մեծ մասը կեսը Մոսկվայում եմ անցկացրել եւ այլն, բայց Սևանը ուրիշ է ինձ համար, քանի որ դպրոցը Սևանում եմ գնացել։ Այն մնացած տեղերում կարող է բաներ տեսնամ, չտեսնամ, չնկատեմ, իսկ Սևանում ոչ միայն տեսնում եմ, ասում եմ, այս ինչա սենց վատ է, հիվանդանում եմ, որ տեսնում եմ։ Որում գնացել եմ Սևան, մեքենայի սակերը Սևանում եմ փոխում, ավտոտնակ ունենք, հարմար են, ու շենքը մեծ, ահռելի մեծ շենք, Սիրուն Եհովայի վկաների։ Կարող է ուրիշ սեկտայի անունը, չգիտեմ, Եհովայի վկաների, տենց եմ հիշում։ Ինչ 5-6 հոգի չի էլի Սևանում Եհովայի վկաները, որ գնան մի սենյակ մտնեն ալելույա անեն, հանգստանան։ Չէ, շենքա պետք, այնքան շատ են ու շենքա պետք, հավաքվեն։ Հիմա ինձ ուզում եմ հարցնել բոլոր այդ Եհովայի վկաների, հետաքրքիր է, հայ առաքելական եկեղեցին ձեզ ինչ չի տալիս, որ այդ Եհովայի վկաները տալիս են։ Ինձ շատ հետաքրքիր է այդ հարցը։ Դե ես էլ եմ գնում, Օվսանա էլ ենք ասում, ալելույա էլ ենք ասում, ամեն ինչ ասում ենք, հայ առաքելական եկեղեցին ինձ ամեն ինչ տալիս է։ Ինձ հետաքրքիր է, հայը Հայաստանի Հանրապետությունում առաջի երկիրն է քրիստոնեությունը ընդունած։ Մեզնից հետո են սա սովորել քրիստոնեությունը ինչա։ Ու դուք կարիք ունեք ուրիշ երկրից բերած այդ Եհովայի վկաների, այդ ալելույաներին, այդ ասել են ինչ-որ լավ երաժշտություն է, լավ են տալիս, եսի միջեր են անում։ Ինձ հետաքրքիր է հայ առաքելական եկեղեցին ձեզ ինչի չի տալիս։ Իսկ ես չգիտեմ ձեզ ինչ է տալիս այդ Եհովայի վկաները, գիտեմ ավելի ճիշտ ինչ են անում, ասում են որ դուք դեմք եք, որ դուք արդեն Եհովայի վկա եք դառել, դուք արդեն փրկված եք, որ դուք Քրիստոսի անունը գիտես, արդեն փրկված ես, մանավանդ որ կտակարանին կպել ես, դե արդեն փրկված ես, դու դեմք ես, քեզ էլ ոչ մի բան պետք չի, մենակ ճակատների դաճ են, որ իշխանությունների դեմ չլինեք, մենակ իր համար աղոթեք։ Դրա համար են այս իշխանություններին բոլորին ձեռ ատալիս, ասեն Եհովայի վկաներ լինեն, բան։ Այ այս պետությունների ստեղծման օրվանից այն ժամանակ էլ որ թագավորություններ են եղել
բոլոր երկրների ղեկավարներին պետք է եղել որ մարդիկ համախմբված չլինեն, այսինքն դիմաց լինեն, ոնց են այդ Ամերիկայում դեմոկրատներ են, հանրապետականներ են, մի խոսքով բոլոր ղեկավարներին ձեռ է տալիս, որ այս ժողովուրդը իրար գզվրտոցի մեջ լինեն։ Ինչի համար, քանի որ կարող է իրար այդ համերաշխ լինեն, մեկ էլ ասեն, որ այս դեգեներատներ են մեզ ղեկավարում, գնանք մի հատ ստեից գցենք իրանց այս բանից, իրանց այդ թակավորանիստերից։ Դրա համար պետությունների սկզբնական բաներից մեխանիզմներից մեկը այսպես էս պարակտումն է, որ ձեզ տանեն ընդ որ դուք իշխանություններին հանկարծ դեմ բան չասեք, որ իսկ բանը կտակարանում ուրիշ բան չկա գրած չկա որ Արցախը պետք էր պահել, դե նոր կտակարանը հիմնված է հին կտակարանի վրա, Քրիստոս տենց էլ ասում է որ չեմ եկել հին օրենքը ջնջեմ, եկել եմ ավելացնեմ, դա ձեզ չեն ասելու Եհովայի վկաները, դա ձեզ չեն ասելու որ այս հողը ձեզ տված է մեծագույն արժեք է ու դուք պիտի պաշտպանեք ու պատասխանեք տալու ես, ալելույա համար պատասխան չես տալու այդ որ լափաման ես ուտում, այդ սատանայական պարեր եք պարում, ինչ եք անում, դրա համար պատասխան չես տալու, պատասխան ես տալու ես հողի համար, ու հայ առաքելական եկեղեցու մեծագույն արժեք է, ու հիմա մեր արժեքներից մեզ ուզում են փորձում են զրկեն, որ Արցախը մոռացեք արդեն, Արցախը մոռացեք, դա մեզ բան էր, միլիոններ էինք մենք տալիս, Արցախը պահում էինք, իսկ մարդիկ կյանք են տվել, 30 տարի կյանք են տվել, այ ոչխարներ, դա ձեզ չի հետաքրքրում, Արցախը մոռացեք, եղերնը ուրացեք, իսկ ինչի հրեաները իրանց եղերնը չեն մոռանում, հետաքրքիր է, ձեզ չի հետաքրքրում այդ հարցը, եղերնը ինչի չեն հրեաները մոռանում իրանց եղերնը, էլ գերմանացիները, էլ բաներացի հատուցում արեցին, ներողություններ խնդրեցին, ամբողջ աշխարհը ընդունեց հրեաների եղերնը, տես տարի չկա, որ Օսկարի ֆիլմ չրես, զարմացա այս տարի ոնց չարեցին, որ Օսկարում մի ֆիլմ չդնեն հրեաների մասին ու անպայման ինքը պետք է Օսկար շահի, որ բոլոր աշխարհի բոլոր մասերում իմանան, որ իրանց կոտորել են։ Տենց գիրք չկա, որ չմտնես մի հատ հղում չլինի մի գրքի, որը հրեաների կոտորածի մասին է։ Անընդհատ դրանք խոսում են, որ հետո այդ բանով թափտան ու այսպես անեն այս աշխարհը։ Իսկ դուք մոռանաք, Արցախը մոռանանք, եղերնը ուրանանք, այն մարդը որ Արցախը կմոռանա, եղերնը կուրանա, այսօր էլ հենց թող քորանա։ Շատ կարևոր է սա, պահքի ժամանակ եմ սա ասում։ Կարևոր է, մեծագույն արժեքներ են, էլի առևտուր արեք, էլի Թուրքից բենզին արեք, բայց այմար ձեր արժեքը հային հողի հետ մի հավասարեցրեք, էլի փալաշ չի, որտեղ ցեխի մեջ բան անեք, հետո բան առևտուր անեք։ Բայց ինչի իրանք չեն ասում, եկեք դե լավ առևտուր անեք, այդ Սյունիքը հետ ուրախացած բացում եք իրանց դեմ, ինչի չեն ասում եկեք առևտուր, ասում են ձեր դեմքը չտենանք, առնանդամով լվացած դեմքեր է ձերը։ Սա որպես անատոմիական օրգան եմ ասում, ոչ թե սեռական, որպես գինեկոլոգ։ Լավ, չգիտես, ասես հիվանդանում ես, չասես հիվանդանում ես, դժվար է։ Մեծ հույսերով կհանդիպենք, մեր հույսը Աստված է, Աստված քարնակով է աշխատում, հայս։ Իմաստը տեսահոլովակներից դա է, որ Արմինե Մոսիյանից 300 հատ ունենանք, փրկված ենք։